Վերջի 7 տարիների ընթացքում նախագաների մակարդակով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագաների մակարդակով մոտ 2 տասնյակ հանդիպումներ են եղել, գաղթաժողովներ, մի շարք այդ գաղթաժողովների ընթացքում կողմերը շատ մոտ են եղել ընդհանուր համաձայնության, սակայն Ադրբեջանը միշտ հետ քայլ է արել։ Վերջի գաղթաժողովից, որը կայացավ Փարիզում անցյալ հոկտեմբերին, բավական ժամանակ է անցել, 1 տարուց ավել, եւ շատ կարեւոր էր նոր հանդիպում կազմակերպել։ Մենք շնորհակալ ենք Շվեյցարիայի իշխանություններին, որ հյուրընկալեցին այս գաղթաժողովը, շնորհակալ ենք նաեւ եռանախագահող երկրներին իրենց ջանքերի համար ուղղված նոր հանդիպումների կազմակերպմանը նախագաների մակարդակով, որոնք նպատակ ունեն առաջ մղել բանակցային գործընթացը, բայց առաջ մղելու համար գործընթացը նաև այդ տրամադրվածությունը պետք է ունենա Ադրբեջանը, որը իրականում ոչ միայն այդպես չէ, այլ հակառակը։ Եվ այս գաղթաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ Ադրբեջանի կողմից սադրանքների կոպտագույն հրադադարի խախտումների արդյունքում։ Եվ բնական է, երբ որ այսպիսի սուր իրավիճակ է տիրում, ապա մնացած հարցերը երկրորդ պլան են մղվում։ Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումը, իրավիճակի սրումը որպես բանակցային գործիք։ Իսկ իրականում իրենց թույլությունը, իրենց անվստահությունը բանակցություններում ցանկանում են կոմպենսացնել այս կարգի քայլերով։ Եվ Ադրբեջանի ստրատեգները կարծում են, որ դա իրենց ինչ-որ ուժ է տալիս։ Ինչ է տվել մինչ հիմա այս քաղաքականությունը Ադրբեջանին։ Որևէ դրական բան, որևէ առավելություն ոչ տվել է, ոչ տալիս է, ոչ էլ իհարկե կտա։ Կային տրամադրություններ եւ կան տրամադրություններ, որ միգուցե այս անադեկվատ կեցվածքի Ադրբեջանի սադրանքների պայմաններում երևի իմաստ չունի բանակցությունները շարունակել։ Իսկ հարց է առաջանում, որն է այլընտրանքը բանակցություններին։ Եվ իհարկե Հայաստանը կողմ է եղել, կողմ է բանակցային գործընթացը շարունակելու, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը։ Եվ մեր հանրապետության նախագահի մասնակցությունը այս գաղթաժողովին հենց դրա մասին է խոսում, մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակել եռանախագահների հետ ջանքերը ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս պայմաններում եթե բանակցություն չլինի, խաղաղ լուծում հնարավոր է։ Եթե բանակցություններ չլինի, ինչպես են լուծում գտնվում եւ ինչպես են խաղաղություն հաստատում։ Այսինքն իրականության մեջ իհարկե նաեւ այս հանդիպման ժամանակ կողմերը արտահայտեցին իրենց մոտեցումները տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ հիմնախնդրի կարգավորման, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից, եւ կարող ենք նորից վերահաստատել, որ կողմերը ցավոք մոտեցումները կողմերի մոտ չեն կամ չեն համընկնում։ Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում, մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլ նաեւ Ադրբեջանի մոտեցումները կարող ենք ասել, որ չեն համընկնում եւ չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին։ Դուք գիտեք, որ 5 հայտարարություն է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, եւ Ադրբեջանը մինչ այսօր ամեն ձևով խուսափում է որևէ հողում կատարել այդ հայտարարություններին, որտեղ արտահայտված են այն սկզբունքները, այն տարրերը եւ եռանախագահները բազմիցս նշել են, որ այդ առաջարկները արված են որպես մեկ ամբողջություն եւ տարանջատել ինչ որ մեկ սկզբունք կամ մեկ տար մյուսներից անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը։ Եվ Ադրբեջանը փաստորեն, եթե Հայաստանը մեր կողմից մենք բազմիցս արտահայտվել ենք, որ մենք պատրաստ ենք այդ առաջարկների հիման վրա շարունակել բանակցությունները եւ գնալ կարգավորմանը, Ադրբեջանը այդպես էլ
որևէ ինչ-որ դրական կարծիք այդ հայտարարությունների վերաբերյալ չի արել։ Միայն ձևացնում է, որ ինքը ինչ-որ բանի պատրաստ է, բայց ինչին է պատրաստ ինքը, այսինքն այն հայտարարությունները, որոնք իրենց հանրային կարծիքի համար են անում եւ կարծում են, որ դա կտպավորեն ինչ-որ մեկին նաեւ դրսում, այդպես չէ։ Եվ երանախագահները ինչ հայտարարեցին Բելգրադում, գիտեք, ես մեկնաբանություն էի տվել եւ կետ առ կետ ես անդրադարձա, իսկ ինչ մեկնաբանություն տվեցին ադրբեջանցիները։ Չկա մեկնաբանություն, որովհետեւ այն ինչ որ ասում էին երանախագահները, այդ այն է, որ մենք էլ ենք այդ ասում։ Պարոն Ալբանդյան, կոնկրետ այսօրվա ինչ տվեցին այսօրվա կանոնները, կա ինչ-որ մի բան, որ կարելի է դրական։ Գիտեք ինչ, որևէ հանդիպում հատկապես այդ մակարդակի, նախագահների մակարդակով, դա շատ կարևոր է, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի, որպեսզի բանակցությունները շարունակվեն, որովհետև ես նշեցի, որ այլընտրանք դրան չկա։ Ինչքան հաճախ լինեն այս հանդիպումները, այնքան հնարավոր է միգուցե եւ փոքր քայլերով, բայց ինչ որ քննարկումներ լինեն թե հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ տանելու իմաստով, թե այդ լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների մշակման իմաստով։ Եվ այդ հարցերն են իհարկե քննարկվել, գիտեք, որ երանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ եւ նաև հրադադարի խախտման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, եւ դուք գիտեք, որ մենք բազմիցս ասել ենք, որ մենք պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը, ոչ միայն պատրաստ ենք, մենք ողջունել ենք այդ մեխանիզմի ստեղծումը, ավելին ես կասեմ, որ երանախագահները բազմիցս ներկայացրել են մանրամասներ այդ մեխանիզմի վերաբերյալ եւ կողմերը դեռ առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով Սոչիում կայացած երկու գաղափարաժողովների ժամանակ դուք կարող եք նայել այն հայտարարությունները, որոնք արվել են եռակողմ հայտարարությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների մակարդակով, որտեղ խոսքը գնում էր հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին, որտեղ որոշ պարտավորություն էր վերցված, որ երանախագահների հետ համատեղ կողմերը պետք է քննարկեն այդ մեխանիզմների ստեղծումը, բայց անմիջապես այդ հենց հայտարարությունից հետո Ադրբեջանը հետքայլ է արել մի քանի անգամ։ Այսօր նույնպես մենք քննարկել ենք այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը եւ վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքը այդ առաջարկներին եւ դուք գիտեք, որ սեպտեմբերին էլ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ արտգործնախարարների երանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանը ընդունել է այս առաջարկը, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի։ Այդ հարցը նորից արծացվեց այսօր հանդիպման ժամանակ եւ հույսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ-որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք իսկապես բանակցային գործընթացը առաջ շարժել, ուրեմն համապատասխան պետք է մթնոլորտ դրա համար ստեղծվի։ Նախարար, եթե կարելի է երանախագահները այսօրվա հանդիպանը սահմանային էսկալացիայի խնդրով տանկերի օգտագործման, հրետանու օգտագործման կտրուկ խնդիրը դրել են, թե ոչ։ Երանախագահները եւ այսօր են դրել այդ հարցը եւ դրել են իրենց հայտարարությունների մեջ բազմիցս, դուք եթե վերցնեք սկսված այս տարվա հունվարից, որ շատ ուղղորդված եւ հասցեագրված, այսինքն հայտարարություններ եւ կոչեր երանախագահների կողմից եւ Բելգրադում վերջինը, որ եղավ, Բելգրադում, գիտեք, դա բավական կարևոր շրջանակ էր, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդն էր եւ ամեն տարի դեկտեմբերին այդ շրջանակներում երանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ եւ այդ հայտարարության մեջ հստակ շատ խիստ քննադատություն կար, ուրեմն ծանր հրետանու եւ տարբեր դրամաչափի զենքի օգտագործման իմաստով եւ պարզ էր թե ում էր դա ուղղված, չնայած Ադրբեջանը դրան ի պատասխան փաստորեն ապտակ էր հասցրել երանախագահներին, որ ավելի սրեց իրավիճակը եւ գնաց նոր եւ նոր տեսակի զենքերի օգտագործմանը։ Սա է, այսինքն, պատասխանը Ադրբեջանի միջազգային հանրության առաջարկներին, ինչու միջազգային հանրության, որովհետեւ երանախագահները ունեն մանդատ միջազգային հանրության կողմից եւ այսինքն այն ինչ որ իրենք առաջարկում են միջազգային հանրության կողմից։ Պարոն Ալբանդյան, հասկանալի է, մի հարց ուղղակի
չգնահատականը հասկանանք։ Որլիկը տեսակետ է հայտնել կարծես թե լավատեսություն կա, գուցե ոչ այդքան լավ ձևակերպված։ Դուք կիսում եք միջնորդի լավատեսությունը եւ դուք նշեցիք, որ տրամադրվածություն կար, որ Հայաստանը այսուհետ առասարակ հրաժարվի բանակցելուց։ Այդ տրամադրությունները աճեցին, ըստ ձեզ թե պակասեցին։ Գիտեք, ես ձեզ պատասխանեցի դրան, որ այդ տրամադրությունները կան, բայց այլընտրանք բանակցային գործընթացին չկա։ Հայաստանը միշտ կողմ է եղել եւ կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը, իսկ այդ դրական տրամադրության կամ լավատեսության իմաստով դիվանագետները ընդհանրապես պետք է լավատես լինեն, որովհետեւ եթե լավատես չեն, ուրեմն դիվանագետներ չեն։ Իսկ կենացը, որ Որլիկը իր Twitter-ում գրել է, համապատասխանում է իրականությանը։ Ինչ որ կարծեմ երևակայած ինչ որ մի բան է, որովհետեւ այդպիսի բան չի եղել։ Բոլոր դեպքում նախագահները կենացներ չեն խմել։ Լուրջ բանակցությունների են վարում։ Խնդրեմ։